Ջրաձորում, որ պիտի ջրի տակ անցներ կապսի ջրամբարի կառուցման արդյունքում, դեռ սպասում են իրենց գյուղի տեղափոխությանը։ Իրանց ծրագրով այս տարի պիտի շահագործման հանձնեն գյուղը, բայց չի հանձնել, նույնիսկ շինարարական աշխատանքներ չի եղել, ոչ մի։ 67-ամյա Լյովա Սիմոնյանը թերհավատ է, ջրամբարի շինարարության կասեցումը իրենց գյուղի կառուցման ծրագրի վրա էլ կարող է քար գցել։ Ուրեմն գյուղի շինարարությունը կդատարեցվի, որովհետև եթե անվտանգության կոդի է պետք, ջրամբարներն պետք է անվտանգության կոդի անեն, ստիպված դեպի գյուղը տեղափոխվի։ Իսկ եթե ջրամբարի շինարարությունը չկա, երկաթայությամբ մենք սպասենք, թե ջրամբարի շինարարությունը պետք է շարունակվի, թե պետք է չշարունակվի, դա մեզ համար անհայտ է։ 6 տարի առաջ էր, որ կառավարությունը 5 միլիարդ դրամ հատկացրեց նոր ջրաձորի կառուցման համար։ Վարչապետ Փաշինյանն էլ հենց այդ նիստում հայտարարել էր, թե Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նոր գյուղ կառուցվում։ Այս ծրագիրը կարևոր է ոչ միայն հենց ջրաձորի եւ ջրաձորի բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ, կոնկրետացնելու վերաբերյալ։ Մինչդեռ տարածքում, որտեղ այս տարի արդեն պիտի նոր գյուղը լիներ, դեռ ոչինչ արված չէ, ոչ գյուղը, ոչ էլ կապսի ջրամբարը դեռ կառուցված չեն, բայց ջրաձորի վարչական ղեկավար Արա Հարությունյանի խոսքով այս ընթացքում կարողացել են տարածքի հետ կապված տարբեր տեխնիկական հարցեր լուծել, սկսած հողատարածքների օտարումից մինչև ժառանգության հաստատում։ Տեղանքի հետ կապված նախագծման փուլում են խնդիրներ եղել, բայց լուծումներ գտնվել են, ու մնում է կառավարությունը հաստատի ու գումարի չափն ավելացնի։ Երբ նախագիծը պատրաստ էր ու այդ նախահաշվային գումարը ինքը շատ է ավելացել, այս դեպքում արդեն եթե շինարարության փուլ են մտնում, ժողովուրդը ընտրեց գյուղը ոչ թե ասենք փոխհատուցում, այս դեպքում արդեն գումարը ինքը համարյա կրկնապատկվում է, մոտ 9 միլիարդի գումար է կազմում, որը բնականաբար պետք է նոր կառավարության որոշում լինի, եւ հետեւաբար բնակչությունը սպասում են այդ նոր կառավարության որոշմանը։ Դժգոհություն չկա գյուղում, այս սպասում եք արդեն քան։ Դե այդ սպասողական վիճակը ինքը ժողովրդի մոտ հիմնականում այսպես արդեն սովոր են իրանք։ Մոտ 200 բնակիչ ունեցող այս գյուղի բնակիչների բախտը չի բերել։ Դեռ խորհրդային տարիներին են սկսել տեղափոխման ծրագիրը, բայց անընդհատ կիսատ է մնացել։ Փոքրիկ համայնքը չէր ընդգրկվել նաև 88-ի երկրաշարժից տուժած համայնքների ցանկում։ Միայն լրատվամիջոցների բացահայտումներից հետո գյուղի բնակիչներին բնակարանի գնման վկայագիր տրամադրվեց, բայց մեծ մասը գերադասեց գյուղում մնալու, սպասել նոր գյուղի շինարարությանը։ Լյովա Սիմոնյանը նրանցից մեկն է։ Սկզբնական շրջանում ուզեցան 28 անօտեբանների ծրագիր մտցնեին, մենք հրաժարվանք։ Դե մենք ով նույնտեղ ենք ապրել, ուզենք որ բեսենոր սա ամբողջ գյուղը միասնական է ուներ։ Մի ծրագիր է մտցրել, արդեն ինչ-որ պարայքներ կան, այդ դուրս կսպասենք էլի։ Տարածքային կառավարման նախարարությունից Ազատությանը հայտնել են, թե ջրամբարի շինարարությունը հավանաբար հաջորդ տարի կվերսկսվի։ Շինարարության ժամկետների խախտման համար չինական ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Այս տարի պետք է նոր միջազգային մրցույթ հայտարարվի ջրամբարի ողջ ծավալի 60 միլիոն խորանարդ մետրի կառուցման համար։ Եթե այս ծրագիրն ի վերջո սկսվի, ջրաձորի տեղափոխումն անխուսափելի կլինի, քանի որ գյուղն ու Ամասիա տանող ճանապարհը ջրի տակ կմնան։ Որովհետև այս հատվածը կփակվի ճանապարհը, արդեն ջրամբարի տակ կմնա, ջրամբարը պետք է գիրջը լցնի եւ այս ճանապարհը տեղափոխվելու է արդեն բանի այդ դամբի վրայով ավելի Ամասիա Գյումրի ճանապարհը։ Մոտակայքում նոր գյուղի կառուցման համար 14 հեկտար հողատարածք է հատկացվել։ Ըստ նախագծի 74 տուն է կառուցվելու այստեղ, եւս 2 ընտանիքի հարց դեռ խնդրահարույց է։ Երբ իրանց մոդել կարգավորվի, արդեն խոսք կնա 76 տան մաս։ Գյուղում արդեն գիտեն իրենց ապագա տների տեղը։ Գյուղը սկսվելու է այն առաջի սյունը, որ երևում է, այդտեղից սկսվում է նոր գյուղը, իսկ ես երկրորդի մոտ արդեն ինձ հասանելիք տարածքն է։
մեր տան տարածքն է, այսինքն։ Հին ջրածորից ապագան նոր ջրածորը պարզ երևում է։ Սպասում են, թե ի վերջո երբ է կառավարության խոստացած 21-րդ դարին համահունչ գյուղի շինարարությունը մեկնարկելու։